Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հակոբ Կոջոյան, կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես անդրադառնանք վերջերս տեղի ունեցած մի շատ կարևոր իրադարձության, Տիկին Երեմյան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել են Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակին՝ ի նշանավորում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։ Վարչապետի խոսքից մեկ հատված, այն ինչ կատարվում է այստեղ անհավատալի է, վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի խաղաղություն Հայաստան-Ադրբեջան բառերը միասին, եւ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա ըստ էության կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Դուք եք համարում, որ այն ինչ որ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում մեր օրերում, իրոք կարելի է համարել անհավանական բան։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, երբ ես այդ բառերը լսում էի, արցունքներս կոկորտումս ինձ խեղդում էին, որովհետև ես այնքան էլ երիտասարդ չեմ եւ իմ ամբողջ կյանքի ընթացքում մենք եղել ենք պատերազմական իրավիճակում։ Գուցե զինադադարի պայմաններում, բայց միևնույն է պատերազմը աչքներիս առաջ ունենալով ապրել ենք եւ ինձ համար շատ արժեքավոր օր էր։ Նախ արժեքավոր էր նրա համար, որ ի վերջո երկու երկրների ղեկավարները խոսում էին խաղաղության մասին եւ խաղաղության իրենց ուղերձը հղում էին հանուր աշխարհի եւ դա է մեր երաշխիքը, որ կարծես թե արդեն թևակողել ենք խաղաղության դարաշրջանը եւ պիտի ամեն օր ամեն քայլ անենք խաղաղությունն ավելի պինդ, ավելի ամուր, ավելի այսպես արժեքավոր դարձնելու համար։ Տիկին Երեմյան, վարչապետը նաև մի այսպիսի միտք ասեց. Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ եւ այն մեր հնարավորությունից դուրս է։ Մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը չենք կարող փոխել մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետեւ կա մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ եւ նույնիսկ ատելություն։ Եվ այստեղ կա շատ մի հետաքրքիր մի բան, որ ամեն դեպքում թե Ադրբեջանում, թե Հայաստանում շատ մարդիկ չգիտենք, որ ասում են ես չեմ կարող ապրել ադրբեջանցու հետ կողք կողքի։ Եվ այստեղ վարչապետը որ այս խոսքը ասեց, ես անմիջապես հիշեցի, որ իրականում մենք ունենք այդպիսի մարդիկ, որ ասում են ոնց 30-40 տարի հետո ես ոնց չգիտեմ շքամուտքի դուռը բացեմ եւ տեսնեմ օրինակ իմ կողքն ապրում է ադրբեջանցի։ Լիով են կիսում եմ վարչապետի կարծիքը եւ ձեզ փոխադարձ ուզում եմ մի հարց հղել, թեև լրագրողներին հարց չեն հղում, բայց այնուամենայնիվ ռետորական հարց հնչեցնել, իսկ ինչ էր զգում հայ ժողովուրդը ավարայրի ճակատամարտից հետո։ Արդյոք մենք ուզում էինք պարսիկների հետ փոխհարաբերություններ ունենալ։ Արդյոք մեր պատմության ընթացքում չեն եղել այլ ժողովուրդներ, որոնց հետ մենք ունեցել ենք կոնֆլիկտներ, պատերազմներ, բայց հաղթահարել ենք։ Ի վերջո այսօր մենք Պարսկաստանին համարում ենք մեր բարեկամ պետությունը։ Այո, մեզ ժամանակ է պետք։ Ժամանակ է պետք հասկանալու տեղի ունեցածը։ Ժամանակ է պետք, որպեսզի մեր հոգու ցավը մարի, ոչ թե մոռանանք, չենք կարող մոռանալ, որպեսզի մեր հոգու ցավը մարի։ Ժամանակ է պետք, որ մեր գիտակցությունն աշխատի, որովհետև երբ որ դու գնահատում ես օբյեկտիվորեն իրավիճակը, դու նաև հասկանում ես ինչ է տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ մեր երկու ժողովուրդներն էլ հարգանքի արժանի են, որովհետև իսկով է ասել, որ ենթադրենք 94 թվականին ադրբեջանցիների համար ավելի հեշտ էր, քան մեզ համար 2020-ից հետո։ Ոչ մեկիս համար հեշտ չի եղել։ Ի վերջո զոհերը մեր քույրերը, եղբայրները, մեր զավակները, մեր ծնողներն են, եւ մենք նրանց ամեն օր ենք հիշում, ամեն պահ ենք հիշում, բայց նաև մի պարզ բան ենք հասկանում, որ անցյալը փոխել հնարավոր չէ, որ անցյալն այլևս անցյալ է, եւ ամեն ինչ պիտի անենք, որ գա ապագան։ Ի վերջո մենք ուզում ենք, որ մեր զավակներն էլ ունենան այն անցյալը, որ մենք ենք ունեցել, թե ուզում ենք, որ մենք այսօր, այս պահին կերտենք մի նոր ապագա, որը նրանց համար հետագայում լավագույն անցյալը կլինի։
Տիկին Երեմյան, բայց այդուամենայնիվ ես գիտեմ մարդիկ, որոնք ասում են լավ, երբ որ այդ սպանությունները տեղի են ունեցել, այդ հակամարտություն, պատերազմ, հիմա ես չեմ կարող իրանց հետ նույն տարածքում ապրել։ Եվ ես կարծում եմ, որ այս խնդիրը լուծելու համար եւ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները լուրջ անելիքներ ունեն, որովհետեւ որքան մենք գնանք խաղաղության, այդուամենայնիվ նախ պետք է հասարակություններին պատրաստել այդ խաղաղությանը։ Այստեղ շատ լուրջ հոգեբանական նաև հարց պետք է լուծել։ Ես կարծում եմ, այս գործում շատ մեծ անելիք ունի քաղաքացիական հասարակությունը։ Գիտեք, այսօր այո, ես էլ չէի կարողանա ապրել մի միջավայրում, որտեղ ադրբեջանցիներ են։ Գուցե ես էլ իմ վախը չէի հաղթահարի, եւ ես շատ ըմբռնումով եմ մոտենում նրան, ինչ զգում են մեր քաղաքացիները։ Ես ինքս էլ նույնն եմ։ Բայց իսկ ով ասաց, որ ադրբեջանցիները մտահոգություն չունեն մեզ հետ ապրելու։ Իսկ ինչի է մեզ թվում, որ նրանք երջանիկ կլինեին մեզ հետ նույն միջավայրում ապրելու։ Այո, այստեղ շատ մեծ անելիք ունի քաղաքացիական հասարակարգը։ Այստեղ անելիք ունենք մեզանից յուրաքանչյուրն անելիք ունի։ Մենք պիտի հասկանանք, որ այս պահին մեզանից ոչ ոք չի էլ ակնկալում, որ մենք պիտի միասին ապրենք։ Ճիշտ այնպես, ինչպես գերմանացիների միջավայրում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մյուս ժողովուրդները դժվարությամբ էին ապրում, հաղթելով Գերմանիային։ Մենք պիտի հասկանանք, որ ժամանակը լավագույն սպեղանին է եւ ապավինենք ժամանակին, ամեն մեկս մեր տեղում սթափ դատելով, քննարկելով, հասկանալով իրավիճակը, հույսներս դնենք եւ ապավինենք, որ ժամանակը բերելու է իր հետ լուծումներ։ Ես կարծում եմ, որ երկու ժողովուրդն էլ ունի այդ դադարի կարիքը, անցյալը վերլուծելու, ներկայի նկատմամբ հույսով լցվելու եւ լավագույն ապագա կերտելու։ Ժամանակը շատ կարևոր է, որովհետեւ ես նաեւ այսպես մի բան ասեմ, երբ Լեհաստանում շփվում եմ լեհերի հետ, ինձ շատ հաճախ զգում եմ այն, որ ամեն դեպքում լեհերը որոշակի տրամադրվածություն ունեն գերմանացիների նկատմամբ։ Մինչև այսօր այդ տրամադրվածությունը կա։ Գերմանացիներն էլ երբ օրինակ Գդանսկ են գնում կամ Վրոցլավ, միշտ այսպես, սա մերն էր, սա, չգիտեմ, այսպես եղավ, սա այնպես եղավ։ Ամեն դեպքում անգամ տարիներ հետո միևնույնն է այդ խնդիրը մնում է եւ այդ որոշակի, այսպես ասած, հետքը թողնում է եւ այստեղ իրականում քաղաքասարակությունը, գուցե նաեւ ինչ-որ հոգեբանական կազմակերպություններ պետք է շատ ավելի ակտիվ աշխատեն, որովհետեւ այս բեռը թողելով մենակ քաղաքական հատվածի վրա ինքը ավելի դժվար լուծելի է։ Այստեղ նաեւ արվեստագետներն էլ պետք է աշխատեն։ Ավելին ասեմ, այստեղ երկրի ղեկավարների քայլերը երբեմն կարող են եւ Հայաստանի Հանրապետությունում եւ Ադրբեջանում հակառակ ուրեմն ռեակցիան առաջացնել, որովհետև այդ արձագանքը կարող է լինել, թե ինչու են այս երկու ղեկավարները շահագրգռված այս հարցում։ Այստեղ յուրաքանչյուր քաղաքացի անելիք ունի, յուրաքանչյուր սթափ գիտակից քաղաքացի, որովհետև մենք պիտի նաև ընդունենք, որ հասարակության մեջ մենք ունենք տարբեր մտածողության տեր մարդիկ եւ ամեն մեկը մի անձնական գուցե պատմություն ունի կապված անցյալ տարիների հետ։ Եվ պիտի ամեն մեկս մեր տեղում ջանք ու եռան չխնայենք, խոսենք այդ խնդիրների մասին, վերհանենք, այո, հոգեբանական գործոնը շատ կարևոր է, բայց այդ հետ տեսանկյունից մենք նայենք օրինակ Գերմանիայի լեհերի գերմանացիների եւ լեհերի փոխհարաբերություններին, մենք մեզ էլ կարող ենք օրինակ որպես ունենալ Թուրքիայի հետ Թուրքի եւ հայի փոխհարաբերություններին։ Երբ որ դու գնում ես Թուրքիա, դու այդ խնդիրը չես ունենում, որովհետեւ իրենք դա մոռացել են։ Դու ինքդ ես այդ միջավայրում մոռանում։ Եվ հասկանում ես, որ պատմությունը, ժամանակը, անցյալը նորից եմ ասում, փոխել հնարավոր չի, այլապես մենք պիտի պարսիկների հետ էլ մյուս բազմաթիվ ժողովուրդների հետ այդ խնդիրը ունենայինք։ Դրա պատասխանը ժամանակը կտա, մենք վստահաբար կհաղթահարենք դա։ Տիկին Երեմյան, անդրադառնանք Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին, Թրիփը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու, հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը եւ ընդգծեց, որ Թրիփը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, Հայաստանը կողմ չէ, կիսակողմ է։ Ես մի քանի անգամ
անդրադարձել եմ հիշյալ անձին, ով ցավոք սրտի եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, ոչ մեր կամքով, որովհետև մենք գիտենք, որ նա կեղծված փաստաթղթերով դարձավ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը։ Հիշյալ անձը լուրջ խնդիրներ ունի։ Միակ տղամարդու բարդույթով տառապող անձը, ով գույք պարտքի դիմաց Հայաստանի Հանրապետության կարևորագույն ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտները, հիմնարկ ձեռնարկությունները հանձնեց մեկ այլ պետության, իրավունք չունի կարծիք հայտնելու։ Ես ուղղակի ապշում եմ, որ հիշյալ անձը իրեն իրավունք է վերապահում մի հատ ասուլիս տալու, իհարկե հասկանալի է իրեն կապակցված լրատվամիջոցներին, մի հատ էլ կարծիք հայտնելու։ Ես չեմ կարծում, որ լուրջ է նրան անդրադառնալը, անիմաստ է։ Գիտեք, այս մարդիկ Հայաստանի Հանրապետությունը ատում են, իրենց բջիջներով են ատում, իրենց համար հայը, հայի տեսակը, հայի լավ ապրելը ընդունելի չէ, որովհետև եթե ընդունելի լիներ, այս մարդը չէր թալանի մեր պետությունը, մենք այսօր խոսում ենք մի ահռելի կապիտալի մասին, որ ունեն այս ընտանիքի անդամները, և ուզում եմ հասկանալ, որտեղից դա, Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ ճանաչում է, ով է Ռոբերտ Քոչարյանը և ինչու է այդպես արտահայտվում թրիփի մասին։ Տիկին Երեմյան, անդրադառնանք այդ դեպքում նաև մյուս ուժերին։ Հայ ազգային կոնգրեսը չի բացառում համագործակցությունը Սամվել Կարապետյանի ստեղծած կամ գլխավորած, այսպես ասեմ, ուժի հետ եւ հայտարարում, որ այս պահին ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը ֆավորիտ է։ Իսկ ներողություն, դուք Հայ ազգային կոնգրեսի կարկառուն ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանից ուրիշ ինչ էիք ակնկալում։ Կարող եք ինձ ասել։ Ձեզ համար սպասելի էր այս հայտարարությունը, այս համագործակցությունը։ Ես շատ լավ հիշում եմ 2018 թվականի հեղափոխությունից վարչապետի ընտրվելուց մեկ օր էր անցել, երբ վարչապետը գնաց Շուշի եւ հաղթանակի օրը նշեց Լեռնային Ղարաբաղում, երևի թե դուք եք հիշում, եւ հիշում եմ Լևոն Զուրաբյանի մոնումենտում, մեր հաղթանակի զբոսայգում արած հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում այսօրվա հայտարարություններից։ Մամուլում կա, YouTube-ում վստահաբար պահպանվել են։ Ես այդ չափի ատելություն վարչապետի եւ տեղի ունեցածի նկատմամբ այդ օրերին որևէ մեկից չէի լսել։ Լևոն Զուրաբյանը դրա կարկառուն օրինակներ։ Ես ուղղակի խորհուրդ կտամ, փնտրեք, գտնեք, լսեք եւ կարծում եմ դուք էլ հարցեր չեք ունենա։ Բայց ամեն դեպքում այս համագործակցությունները սպասելի են լինելու ձեզ համար, նաև հետագայում տարբեր ուժերի միավորումներ։ Իհարկե, այդ հարցազրույցը շատ լավ խոսում էր Լևոն Զուրաբյանի տերերի մասին, քաղաքական, եւ պատահական չէ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ այդպիսի ակնածանք է դրսևորվում այս պահին։ Իսկ Սամվել Կարապետյանի ուժը հայտարարում է, որ մոտ 300,000 աշխատատեղ է խոստանում ստեղծել Հայաստանի Հանրապետությունում հարկային բեռի թեթևացում։ Ներողություն, խոսքը այն ուժի մասին է, այն Սամվել Կարապետյանի մասին է, ում որդին թիրախավորում է հայ կանանց, անում է անպարկեշտ հայտարարություններ եւ ամաչում ես նույնիսկ անդրադառնալ դրան, եթե Սամվել Կարապետյանը 300,000 աշխատատեղ էր ստեղծում եւ պատրաստվում է ստեղծել, նախ թող զբաղվի իր որդու դաստիարակությամբ եւ երբեք չշփոթեն հայ կանանց առաքինությունը եւ չհամարցակվեն մեր մասին ընդհանրապես հայ կանանց մասին այդ տոնով խոսել։ Եթե չեմ սխալվում, հետո հայտարարվեց, որ ինչ որ մտքից կտրված հատված են կտրել, տարածել համացանցում, ինքը ամբողջապես
մտքից վերցրած ինչ որ բանը այդպես նկատի չի ունեցել, Երևի համարյակալված այսպես գրառումներ կատարողներն էլ էին կտրված կոնտեքստից դուրս եկած մի քիչ ծիծաղելի է, ամոթ է, ես կարծում եմ անկախ կոնտեքստից նման խոսույթը անընդունելի է, որովհետև մենք այնուամենայնիվ ընտանիք, կին, հարգող ժողովուրդ ենք եւ հայ տղամարդը գիտի հայ կնոջ արժեքը մենք այստեղ բոլորովին այլ բանի մասին ենք խոսում Տիկին Երեմյան, դուք կարծում եք, որ եւս մի բան եւ խոսքը այն Կարապետյանների մասին է, որոնց ընտանիքից 4 տղա ունեն, 4-ն էլ Հայաստանի Հանրապետությանը չի ծառայել, 4-ն էլ առողջական խնդիրներ ունեն, 4-ն էլ խնդրեմ ունեն։ Այսինքն դուք ինձ ուզում եք ասեք, որ իմ երկրի բանակում չծառայած Սամվել Կարապետյան եւ նրա եղբոր տղաները։ Այո, 4-ն էլ չեն ծառայել։ Հիմա ես որպես հանրային պահանջ ուզում եմ հասկանալ, ինչ հիվանդություններ ունեն այդ ընտանիքի 4 արու զավակները։ Եվ եթե ունեն լուրջ հիվանդություններ, թող այդ մասին հայտարարեն։ Եթե չունեն, թող հայտարարեն ինչ հիմունքներով եւ ինչ զարթուղի ճանապարհով են ազատվել բանակից։ Ես ուրիշ բան չեմ ուզում իմանալ։ Հայաստանի Հանրապետությունը սիրողը առաջինը այստեղ պիտի ծառայեր։ Եւ երկրորդ, նույն Կարապետյանների ընտանիքի այս 4 սարու զավակները որտեղ էին, երբ որ Հայաստանը օրհասական պահին էր։ 2020-ի պատերազմի ժամանակ որտեղ էին, առողջական խնդիրներ ունեին։ Հիմա ես էլ ուզում եմ հասկանալ այս առողջ, կայտար, սպորտային կեցվածքով երիտասարդները ինչ խնդիրներ ունեն, որտեղ է նրանց խնդիրը, երբ որ իրենք կապացուցեն, ինչու չեն ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, որն էր պատճառը եւ այլն, նոր հետո թող պետականությունից ու պետությունից խոսեն։ Տիկին Երեմյան, հիմա շատ ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարում են, որ չեն պատրաստվում ընտրությունների ընթացքում ընտրություններից առաջ կամ դրանից հետո համագործակցել մեկը մյուսի հետ։ Դուք այսպես ասած կարծում եք, որ ամեն դեպքում չնայած այդ հայտարարություններին ընդդիմադիր ուժերը ի վերջո համախմբվելու են։ Դա ակնհայտ է, որովհետև գիտեք, մեկ տիրոջ ծառաները միշտ էլ համախմբվում են, երբ պետք է համախմբվել։ Բայց այս իրավիճակում ակնհայտ է, որ եթե դա ես եմ մտածում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի դա տեսնում է, գիտի եւ վստահաբար 2026 թվականին հունիսին կայանալիք հերթական ազգային ժողովի ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստանալու է սահմանադրական մեծամասնություն, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խաղաղության կուսակցություն է, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ կուսակցությունն է, քաղաքական ուժն է, որն ունի քաղաքական հայեցակարգ։ Մյուսներին մի բան է միավորում՝ իշխանությունը զավթելու մոլուցքը։ Միավորվելու գնով, չմիավորվելու գնով, Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու գնով, հայ ժողովրդին խաբելու գնով, ինչ ուզում է լինի, նրանց մի բան է պետք, եւ գիտեք ինչու, որովհետեւ վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության բյուջեն մենք գիտենք քանի անգամով է աճել։ Դա հիմա մեծ արժեք կա այնտեղ, բա ախորժակները բացվել է, բա ինչ պիտի անեին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հակոբ Կոջոյան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։